Հինգը իրանք շինարարներ են, ընկերներ են, այդպես լոպազավարի գնացել են նկարվելու, հետներին նվագողներին են տարել, չաղլջիներին, հետո կերը խմել են, ոտքերի տակ կինի շշկան։ Ավելի շատ իրանց այդ բանը, ընկերական այդ միավորումը, իրանց կերպը, պահվածքը, այդ է կարևոր էլի։ 4 դասարանում ես ոնց որ ընկերականության ուսուցչու պորտրետների նկարում, ինքը պատահաբար տեսավ ու հետո իր միջոցով ես գնացի պիոներների պալատ, ձեռքս բռնել ու տարել։ Գույները փորձում ենք իրանքի վերածել, որ իրանք պրիմիտիվ չեն, այսինքն երկու գույնի խառնուրդ է, մի հատ ինչ որ երրորդ երանգն է ստացվում էլի, ավելի շատ։ Մեր գումերվա հասնած բաղնիկ կդավայը նկարել է կինս Սաթենիկ Մազմանյան ու այդպիսին է եղել ավանդույթը, որ աղջիկ ուզելուց առաջ մի հատ տալ են այդ տղայի կողմի բարեկամները նաև մայրը, որպեսզի բաղնիկում ուսումնասիրեն համ մազերի այդ վիճակը, տնովի չի, հետո որոշ մանրամասնություններ մի խոսքով գնացել են փողջով, սնունդով ու ժամերով լողացել են։ Մենք կարելի ասել այնքան է լողացել, ուշքեր անցել է, հետո որոշներին է շտաբօգնությունով տուն են տարել։ Փնտրել եմ ուրեմն արխիվային ֆոտոները թանգարաններից, ընտրել եմ իհարկե իմ ցանկացած կերպարներին եւ որոշել եմ իրանցից կտավ նկարեմ։ Դեկորատիվ առարկաներ ենք պատրաստում, նաեւ դեկորատիվ կիրառական եւ զուտ կիրառական առարկաներ ենք պատրաստում, նաեւ համագործակցում ենք Երևանի պատմության թանգարանի հետ եւ իրանց նմուշների կոպիաներն են անում, շատ աշխատանքներ, որոնցից մեկը Ավճուկն է։ Այլևս սափորը կինո համար նախատեսված։ Դարձինքը ավելի շատ ծիսական, նաեւ կինո սափոր ենք։ Այստեղից քթանսկից կինին է գալիս։ Նոր աշխատանքներ ենք փորձում ոնց որ ասած լույսի աշխարհ բերել, շատ ողջերոջ է, որ արդյունքը լավ է ստացվում։ Այդպես մենք ենք ուրախանում եւ ուրախացնում ենք մարդկանց։ Մարդկանց հետաքրքրեց, շատ շատերը ցանկանում են, որ դպրոց լինի, կան սովորելու, բայց դեռ այդ հնարավորություն չունենք, որ կարողանանք ուսուցանել։ Հետևաբար որոշեցինք փոքր ժամանակահատվածներով մաստեր կլասներ անել, անկախ տարիքից մարդիկ կարող են գալ եւ նաեւ մեզ մոտ ցավ մեր տեսականն է ստեղծած։ Շատ բաներ կա, իրան զերոյից ենք արել, ոնց որ Դե ընդհանրենք այս բաժակը ընդհանրապես նման բան չի եղել, մտածում ես խոսքի օղու բաժակ պետք է եղնի, չէ՞ ինքը, ու որոշում ես իր ֆորմաները մտածել, մշակել է։ Այդ բաղին ինքը process է անցնում, էլի։ Երբ որ գտնում ես նման մի բան, հետո ուրախանում ես, նաև որ մարդկանց է ուրախացնում, էլի։ Մենք նմանատիպ մեծ բան ունենք, կինո բաժակը, էլի ամիսների փնդրդուկի միջոցով այս բանը կտանք ֆորմեն իրան, էլի ոնց որ։ Որտեղ այդ process-ը պետք է անցնի գնա, էլի։ Նաև մեր այս ավանդական կինո սափորները, որ եղել են, նաև փորձեցինք այդ բանը պաշտպանենք։ Հին կինո սափորները այս տեսակ են եղել, իր բերանի հատվածը նեղ է եղել, որովհետեւ կոլոշացումը մի քիչ ավելի ուշ եղնի եւ ավելի սառը մնա, քանի որ օդի հետ քիչ է շփվելու ու իր մեջ կինին սառն է մնում։ Հիմնականում դա նաև իր այդ ֆորմեն է գեղեցիկ։ Կդածոների մեջ բան են հայտնաբերում, ուրեմն սև փոշի ժամանակ에 կարողացել են նաև ոսկու հանքաքար մշակեն, ինքնուրույն ոսկի ստանան, հետո այդ սափորների մեջ լցնեն ոսկու փոշին ու թաղումների հետ ոնց որ թաղեն։ Այդ կարասներով արքայաջուրը գիտեք, չէ՞, ազոտական թթվի մեկը աղաթթվի լուծույթ ենք արքայաջուր է կոչվում, որը լուծում է ազնիվ մետաղները ոսկին, 10-րդ դարում ստեղից ոսկի են արտահանել Չինաստան։ Կախված է թե ինչ մետաղական օքսիդներով է հարուստ, ենթադրենք երկաթի օքսիդով մեր կավը հարուստ է եւ նաեւ առողջությանն է ինքը շատ օգուտ եւ իհարկե ինքը տաքանալուց ենթադրենք իր մեջ սնունդ ենք, չէ՞, երբում 100 աստիճան տաքանալուց սկսում է տեղական լիսկեր տալը, նաեւ դրանով է համը պայմանավորվում այդ կավի հետ։ Համանը շատերը փորձում են կավի մեջ ինչ որ համեղ բաներ պատրաստել։ Առաջի թերձումից հետո նորից մի հատ կավը 1000 աստիճան տաքացնելով մտցնում ենք փայլի թեփի մեջ ու անոտ տարածություն ենք ստեղծում, որովհետեւ այդ ինքը ածխածինը կլանի առարգան, ու ինքը սևանում է։
լրիվ ձեռքով պրոցեսներ հավաքելու։ Այս բրուտանևի հետագայում է ծնվել, ծնունդը դրա հետագայում է, ոնց որ հետագայում արդեն ֆորմաներով է սկսել պատրաստել առարգանները։ Դեռ որոշակի առարգաններ ես ցույց կտամ, թե ոնց են լրիվ լիարժեք ձեռքով պատրաստած է։ Նախապահաբեր այդ նայ մի կենտրոնը կզգաց չէ, առանցքը խախտված է, եթե բրուտանևի վրա եղներ, ինքը պետք է մի քիչ ասկոմ եղներ առանցքից, շեղված չէր եղնել։ Սկզբում այսքան հատվածն են սարքել, հետո այս նմանատիպ է սարքել են, դրել են այս վերևի մասը, ու կամած այս բանն են ավելացրել իրա։ Այդ շատ կարևոր է երիտասարդները իմանան նաև անկախ մասնագիտությունից ձեռք բերած նաև երկրորդ կամ երրորդ մասնագիտություններ ունենան, որ կյանքում որոշակի, ասենք, խնդիրների առաջ կանգնելով չկանգնեն ընդհանրապես, զբաղվեն այդ նախասիրությունները գործի տնեն, կարելի ասել անկախ էլ վաստակեն, չմնան գործատուների հույսին մենակ։